Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Մենք շաբաթվա իրադարձությունները այսօր քննարկելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շաբաթը այնպիսի ծանրաբեռնված տարբեր իրադարձություններով լի, տարբեր հայտարարություններով լի էր, որ երբ որ ես ընթացքում որպես խմբագիր հետևում էի այդ իրադարձություններին, այնպիսի տպավորություն էր, որ մի զառիվայրից տորմուզները փչացած գնացքի նման sense ոնց որ գնում ենք ու պարզ չի թե այդ գնացքը որտեղ է հայտնվելու, ինչին ենք բախվելու, որտեղ ենք կանգ առնելու, կկարողանանք արդյոք փրկվել, թե բոլորով sense կոլեկտիվ կոչնչանանք եւ մանավանդ այդ տպավորությունը ստանում ես, երբ որ լսում ես երկրի վարչապետի ելույթները տարբեր ամբիոններից, հա, ինքը այս շաբաթվա ընթացքում եւ ազգային ժողովում եւ կառավարությունում եւ նաեւ ճեպազրույց տվեց լրագրողներին, հետո աղոթքի նախաճաշ կազմակերպեցին, որի առաջի օրը գագաթաժողով տեղի ունեցավ եւ այդ գագաթաժողովում էլ ինքը քաղաքական բավականին ծավալուն ելույթ է ունեցել, խոսել է թրիփի ուղու մասին, խոսել է անկլավների մասին այս շաբաթվա մեջ, դե բյուջեի քննարկումներն էին գնում, տարբեր հայտարարություններ է արել։ Կարծում եմ արժի, որ մենք մի քանի գոնե ելույթների այդ որոշ հատվածներին անդրադառնանք, հա, այսօր, որովհետև երևի մարդիկ լսում են, ինքն էլ քանի որ սահուն վարժ մտքերը արդեն ձևակերպում է, մարդիկ չեն կողմնորոշում, թե իրականում ինչ է կատարվում երկրում։ Հիմա մասնավորապես կուզեի, քանի որ դուք շատ խորացած եք արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում, կուզեի, որ սկսեինք մեր խոսակցությունը անկլավների թեմայից։ Շաբաթվա մեջ ուրեմն մի փոքրիկ գրառում արեց, ասաց, որ մենք հետ ենք բերելու Արցվաշենը եւ Հայաստանի կորցված տարածքները, բայց մարդիկ, քանի որ մեր տառապանքը արդեն փորձ ունի, բոլորը հասկացան, որ դա նշանակում է, որ մենք նորից տարածքներ ենք հանձնելու։ Կարող ենք արդյոք Արցվաշենը հետ բերել, դա ինչ է տալու Հայաստանին, ինչ ենք հանձնելու դրա փոխարեն, ինչու նորից անկլավների թեման բարձրացավ, որտեվ երբ որ վերադառնում ես իր նախորդ ասածներին, անկլավների հետ կապված այնքան հակասական հայտարարություններ է արել, որ կապը կորչում է, չես հասկանում, ինչ է սա նշանակում։ Մի ժամանակ ասում ես չեն եղել անկլավներ, հետո ասում ես իրավական հիմքերը մեզ չեն տրամադրել, հետո ասում ես փոխանակում ենք անելու անկլավների, հիմա պարզվում է չէ, նորից Արցվաշենի թեման կա, նորից Տիգրանաշենի թեման կա, ինչ է սպասվում էս ասպարեզում։ Սկսենք անկլավների թեմայից, ուրեմն Հայաստանի Հանրապետության տարածքում չկան անկլավներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը ներկայացրել է իրավական հիմքեր, այսինքն ցանկացած քարտեզի վրա, որ կա ինչ որ կլորակ, ինչ որ ցույց տրված, ոչ այս տարածքը ադրբեջանական Google-ի քարտեզներով, որ հիմա դա ցույց էին տալիս ադրբեջանցիները, դրանք պետք է հստակ իրավական փաստաթղթերով հիմնավորվեն, թե ինչպես է Խորհրդային Միության տարիներին այդ տարածքը, այդ կտորը դարձել ադրբեջանական հանրապետության, այո, հիմա Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Հիմա մենք ունենք կարող գնալ ազգային գրադարան, ես գնացել եմ, անձամբ փորձել եմ դա անել։ Ունենք Խորհրդային Միության հանրագիտարանները։ Ուրեմն 26-ից մինչև 30-ականների դեռ հանրագիտարաններ, որտեղ կա Հայաստանի Հանրապետության քարտեզը, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որտեղ մենք 31000 քառակուսի կիլոմետր ենք, Հայաստանի սահմանը հատվում է Լեռնային Ղարաբաղի սահմանի հետ, այսինքն միջանցք պետք չէ որ լինի, մենք կպած ենք իրար։ Լաչինը չի եղել։ Այո, այդ քարտեզի եւ չկան անկլավներ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, չգիտես ինչու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է, որ մենք ուզում ենք դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմքում դնենք 75 թվականի քարտեզ։ Եվ բոլորը սկսել ենք դա ասել։ Հետո Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը համաձայն չի, որովհետև չկա 75 թվականի մի հատ քարտեզ։ Կան բազմաթիվ քարտեզներ, կտորներ, բան։ Իրար հակասող քարտեզներ երևի։ Նաև հակասող բնականաբար եւ մեր բախտից Ադրբեջանը չի համաձայնել Հայաստանի առաջքաշած խոսույթին։ Եվ դա ես կարծում եմ մեզ հնարավորություն է տվել, եւ ես երբ որ կառավարությունում եմ եղել դա առաջարկել եմ, որ մենք ասենք, որ շատ լավ, հիմա եկեք սեղանի վրա դնենք 26 թվականի քարտեզը։ Բնականաբար ես նաիվ չեմ, միամիտ չեմ, որ մտածեմ, որ
իրանք ասել եղավ դե եկեք 31000 տարածքով ձեզ ճանաչենք, բայց դա մեզ բանակցային խորք կտար բանակցություններով գոնե հանգել նրան։ Ստարտային լավ բան կտար մեզ հիմք։ Այո, որ հանգեինք նրան, որ լավ ինչ կա, Արցախը արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է, Հայաստանն էլ ճանաչել է Ադրբեջանը քառակուսի կիլոմետրով, բայց Ադրբեջանը մեզ չի ճանաչում մինչև այսօր, եւ բանակցություններով հանգեինք նրան, որ մեզ քառակուսի կիլոմետրով ճանաչեին եւ Հայաստանի տարածքի ներսից, շատ կարա ներսից որևէ հողակտոր չպահանջվեր։ Առանձին քննարկվեր Արցախաշենի հարցը, ինչու, որովհետեւ երբ որ ես ասում եմ չկան իրավական հիմքեր, որ Հայաստանի տարածքում կան անկլավներ, կա իրավական հիմքը, որ Արցախաշենը Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն է։ Հիմա գալով Փաշինյանին փորձը ցույց է տվել, հիմա վատ փորձ է, տենց է ստացվել, չգիտեմ ինչա, ինչ որ միստիկ բան է կարող դրա մեջ տեսնենք, որ ինչ որ ինքը հայտարարել է, որ ինքը գնում է փրկի, վերջում մենք հանգել ենք նրան, որ կործանվել։ Հա կործրել ենք, չկա այդ։ Արցախն է դելիմիտացիայի process-ը, ընդ որում սկզբից մերժում է, հրաժարվում է, հետո մեկ էլ կամած սկսում է նահանջել այդ դիրքերից։ Այո, գալիս է ադրբեջանական խոսույթին է հանգում։ Ինքը օթից չէր, որ գրեց, որ ես ուզում եմ, մենք ուզում ենք չեմ դելիմիտացիայով, բառացի չեմ մեջ բերում։ Դուք մեջ բերեցիք գնալ եւ հետ բերել Արցախաշենը։ Հայաստանի ժողովուրդը, անկեղծ եմ ասում, դուք եկեք մարդկանց հետ խոսացեք, չունի Արցախաշենը ազատագրելու, կոպիտ ասած, հա, օրակարգ, չկա տենց բան։ Դա Նիկոլ Փաշինյանը նորա բերել օրակարգ։ Ինչու է բերել, որովհետեւ Բաքվում քննվող դատական գործի շրջանակներում շոշափվել է Քյարքի օկուպացիայի հարց։ Գործը քննում է, նյութերով գնում է, կռիվ եղավ ստեղ, կռիվ եղավ ընդեղ են, ով որտեղ է դերակատար, բան մի հատ դրվագ կա։ Քյարքի օկուպացիա։ Հիմա հետ եմ գալիս նորից իմ նախնական խոսույթին։ Ժողովուրդ, մեր երկրի տարածքում, ասենք, խորհրդային միության այդ երկրի տարածքում, որ արդեն անկախանում է, անկախացել է։ Մենք ոնց կարանք մեր երկրի տարածքում տարածք օկուպացնենք։ Աբսուրդ է դա։ Դրանից հետո լինում է մամուլի քարտուղարի ԱԳՆ, ինչ որ հարցազրույց, ես իմ որտեղ, բնականաբար պլանավորված, որտեղ ասում է, որ անկլավների հարցը սեղանին դրված է, Հայաստանը պետք է տա եւ այլն, բառացի չեմ մեջ բերում, ասում է։ Որից հետո մենք արձագանքել ենք, որից հետո Փաշինյանը որ տեսնում է թեման բացվել է, ինքը թեմայանը դնում է Արցախաշենը հետ բերելու թեմա։ Այո, չի ասում Քյարքին տալու, այլ ասում է Արցախաշենը։ Նա միշտ ինքը տեսեք չի ասում, որ Ղարաբաղը կորցնելու օրակարգ ենք մենք ունեցել։ Չի ասում մենք Հայաստանն ենք փրկել։ Մենք Հայաստանը գտանք։ Հիմա Արցախաշենը փրկելու օրակարգը բնականաբար Հայաստանից նոր հողեր, ռազմավարական բնույթի նշանակության ճանապարհներ կորցնելու վերաբերյալ է։ Բայց իսկ այդ Քյարքիով որևէ հիմք իրավական, որևէ քարտեզ, որևէ բան ունի Ադրբեջանը, ինչի հիման վրա է ասում։ Բացարձակապես որևէ բան չունի, միակ փաստարկը, որ իրենք ունեն, դա հետեւյալն է, որ Քյարքիում, այսինքն ադրբեջանցիներն ապրել։ Ադրբեջանցիներն ապրել։ Շատ լավ։ Ես Հայաստանում բազմաթիվ բնակավայրեր կարող եմ ասել, որտեղ ադրբեջանցիներն ապրել։ Եվ հակառակը Ադրբեջանում լիքը բնակավայրեր, Կիրովաբադը կարող է հայկական ա եղել։ Եվ օրինակ դոմինանտ Հիմա ամենալավ օրինակը իստվա Լեռնային Ղարաբաղն է, որ դոմինանտ հայերով բնակեցված է եղել 2000 տարուց ավել, դե մի կարանք ասենք անկլավ է։ Հիմա եթե տենց է։ Այո, մեծ անկլավ է, հա։ Այև մյուսը, որը շատ կարևոր է, գանք խորհրդային միությանը։ Եթե Ադրբեջանը պահանջում է խորհրդային միության ժամանակվա, պատկերացնենք գտել է իրավական հիմքերը, լավ, եկեք հակառակից է գանք, իրանց կոնտեքստում։ Պատկերացնենք գտել են բերեն շո բաներ, ասում են, չգիտեմ, որ գյուղ սովետը որոշում է ընդունել, ես ինքն որ գյուղ սովետի հետ Ադրբեջանի հողափոխ է կամ նվերատվե, չգիտեմ, էական չի։ Էսա հիմքը բերել ենք, օրինակ եմ ասում։ Բնականաբար հնարավոր է Մոսկվայում ինչ-որ փաստաթ, ինչ-որ արխիվներում ինչ-որ բան լինի, բայց եթե միշտ այսօր չեն բերում, չկա։ Ասենք թե եկան դա ասեցին, շատ լավ, եթե խորհրդային միության իրողություններով բան եք մեզանից պահանջում, խորհրդային միության նույն քարտեզներով Արցախը ինքը բան է ինքնավար մարզ է ախպեր հայկական կառավարվող դե ուրեմն մենք էլ հետ այսինքն տեսեք եթե փակում ենք կոնֆլիկտի ես ուզում եմ Փաշինյանի խոսքերով իրան արձագանքենք եթե փակում ենք կոնֆլիկտի դարաշրջանը եթե փակում ենք կոնֆլիկտի խոսույթ այսինքն Արցախ ինքնավարություն հայերի իրավունքներ բան փակեք ախպեր փակեք եթե դի փակում ենք ոնց է որ ասենք կա ինչ որ Քյարքի ես շատ գիտեմ ինչ անկլավի ասենք օրակարգ ոնց եղավ Այսինքն էլի գալիս ենք միակողմանիությանը, որ միակողմանիան էս հարցերը դրվում եւ այդպես էլ
լավ ասենք ջանդամ, ասենք գնացել են Ամերիկայում, որոշել են տվել են միջանցք։ Լավ դժվար էր ասել, լավ էս վերջի զիջումն է, այդ ամեն անգամ ես օրինակը բերում եմ։ Դու ամեն անգամ մի հատ վերջի զիջում ալնում, բայց էլի է հետո զիջում։ Վերջ չունի Այս զիջումները։ օրինակը ես ասել եմ իրան Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ժամանակ։ Այսինքն post factum լավ ասեմ։ Որ հայտարարել 22 թվին, հա։ հա, որ ճանաչվել։ Լավ հնարավոր չի այդ վաղտ ասել, լավ սրանից հետո ինչ հարց կա փակում, այլ մենք հարց չունենք։ Ձեր ենք տալի, լավ տալիս ենք այդ ձերին։ Չունենք հարց։ Հասկանում եք, մի անգամ ինքը լավ խոսք է ասել, որ ինչ մեկ ասեց, եթե ես տեսնեմ, թե որտեղ է վերջանում այդ զիջումների քանակը, ես կգնամ այդքան զիջման ու հարցը կփակվի։ Բայց չեմ տեսնում, իրանք անդադար ուզում են։ Ես ձեզ մեջ բերում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մամուլի ասորից, որ շատ ճիշտ բան ասել։ Հիմա այն չի տեսնում։ Ու ուր է գնում այդ զիջումներով, որտեղ չի վերջանում այդ ցանկը, չի վերջանում, էլի։ Այնտեղ Արադ լեռը հանեք բանից, համալությունը փոխեք, ադրբեջանցիները կան բնակվեն, Սևանը ոնց որ Սևան չի գյոյչա, այտենց անդադար այս ցանկը, այս process-ը չի։ Հա, բայց Էդմոն ջան, ախր եթե գիտակցությունը կա այդ բանի, որ այդ զիջումները ավարտ չեն ունենալու, իրանք անընդհատ նոր բան են պահանջելու։ Ինքը ուներ այդ Դրա համար գիտակցությունը պետք է հակընդդեմ զիջումներ պահանջել, չէ՞, հակընդդեմ փաստարկներ դնել։ Օրինակ Արցախի վերադարձի թեման չփակել։ Այդ թեման այնքան տակ պահել, որ նրանք ստիպված լինեին իրանց ինչ որ պահանջներից հրաժարվել։ Տարական տրամաբանություն է, չէ՞, թե մեզ դիվանագիտություն ու խելք չի պահանջում այս բանը հասկանալու համար։ Ուրեմն 2000, եթե չեմ սխալվում, 23 թվականին ես վարչապետին ասում եմ, որ մեր բանակցային թիմը մենք մեր պատմության մեջ նոր անկախ Հայաստանի Հանրապետության ամենալուրջ բանակցությունների մեջ ենք ներգրաված եւ 22 թվականին եմ ասել։ Եվ մենք պետքա պատրաստվենք։ Մեզ պետք են գիտելիքներ, մեզ պետք են փորձագետներ, խորհրդատուներ, օրինակ Իսրայելա-Պաղեստինյան բանակցությունների, օրինակ տարբեր այլ երկրներում, Իռլանդիայում կոնֆլիկտի բանակցություն, դա լիքը կոնֆլիկտներ կա աշխարհում։ Էկվադորի, օրինակ, ես Դա գիտություն է ի վերջո, էլի։ Հա, եւ ասում եմ, ես մտածում եմ, որ սա մեզ պարտադիր է, եւ ես գտնում եմ, որ մենք պետքա սրա վերաբերալ փորձագետներ ներգրավենք, բան, ինքը չի ասում, չէ, ասում է, լավ բան, ճիշտ ես ասում։ Եվ ես գոնե իմ մասով, ասում եմ, լավ, ես ուզում եմ իմ մասով բան անեմ, մի հատ վերապատրաստում անցնեմ, գնում եմ, դիմում եմ Harvard-ի համալսարան, ընդունվում եմ բանակցային գործընթացի վերաբերյալ ամենաբարձր դասընթացին, գնում եմ Harvard, վերապատրաստվում եմ, հետ եմ գալիս։ Եվ ազատվում եմ աշխատանքից։ Չէ, դա բավականին տևել է, որ հետ եմ գալիս, դրանից հետո առաջին անգամ առաջարկվեց, որ ես նաև մասնակցեմ բանակցություններին Վաշինգտոնում։ Ես երբեք չեմ մասնակցել, մենակ այդ մի անգամ։ Հիմա ասած ինչն է, որ այս ինչ որ դուք ասում եք, դա եղել է իմ դիրքորոշումը եւ նաեւ պատճառներից մեկը, որ հրաժարական եմ տվել։ Եվ այս ինչ որ դուք ասում եք, սա մենք չենք հնարել։ Ես երբ որ գնացի Harvard սովորելու եւ մեզ սովորեցնում էին բանակցային բաները։ Դրա մասին էր, այսինքն երբ որ ինքը ունի պահանջներ, դու էլ պետք է ունենաս պահանջներ եւ ունես, եւ մեր պահանջները արհեստական չեն։ Անկամ եթե դու չունես պահանջ, դու արհեստական ավելի օրինական են, որ դու բանակցություններով ինքը մի բանազիջում, դու բանազիջում, մի հատ ինչ որ ընդհանուր արժեքի կոմպրոմիսային բանի գալիս եք բանի։ Հիմա այո, խաղաղությունը արժեք է, ոչ ոք դա չի վիճարկում, բայց այսօրվա իրանց ասած խաղաղությունը, որ իրանք իբր բերել են, դա արժեք չի իմ համար, ինչու՞։ Որովհետև այն խաղաղություն չի, որովհետև այն չունի անվտանգային երաշխիքներ եւ չկան մեխանիզմներ այդ խաղաղությունը պաշտպանելու։ Այս խաղաղությունը կառուցված է մի մարդու կամքից ըստ իրանց։ Եվ հետեւաբար ընտրություններից առաջ մի մարդու տալ տենց քարտեր, այդ մարդու անունը Իլհամ Հեյդարի Ալիևա, եւ ասել, որ այ իր կամքից է կախված այս խաղաղությունը, եւ այդ մարդը պատկերացնում եք ոնց կարա մանիպուլացնի ընտրական շրջանում, ինչեր կարա ուզի եւ ինչեր է ուզում եւ ստանում է, եւ անդադար լինել այդ մարդու կամքից կախված։ Հետեւաբար այն ինչ որ բանակցվել է, բերվել է, ինքը ամբողջությամբ հակասում է բանակցային գործընթացների միջազգային բոլոր եղած փորձերին, լավագույն պրակտիկաներին, վատագույն պրակտիկաներին էլ հակասում։ Այստեղ չկա բանակցային բան, ես դա ձևակերպել եմ հետեւյալ կերպ, որ կա Ադրբեջանի օրակարգ եւ հայկական կողմը գնում է լսում այդ օրակարգը եւ գալիս է իր երկրի ներսում
Սումա ստել, ամեն մանիպուլացնել, ինչ մարդկանց անել, խաբել, որ բոլոր այո, մեթոդներով սա պարտություն չի։ հիմնավորել, որ դա հաղթանակ է, դա ձեռքբերում է, դա ճիշտ է, դա լավ է, տենց պետք է արվի եւ այլն եւ այլն։ Այո։ Լավ, մի ուրիշ հարց էլ տամ։ Նայ, այս ընթացքում փաստորեն Ադրբեջանը սկսեց մի քիչ փոխել իր պահվածքը, նախ կարծես թե չի ուզում սпасել, որ վերարտադրվեն 26 թվին։ Գուցե այլևս չեն հավատում, որ վերարտադրվելու է, նաև դա է պատճառը, որ ուզում են այս 6 ամիսը լիարժեք օգտագործեն։ Գուցե դա է պատճառը։ Բայց նաև սկսեցին ինչ որ բաներ ասպարեզ գցել, ասենք Դուշանբեի հանդիպմանը այսպիսի բան է խոսվել, այսպիսի բան է ասել, որ նաև վնասում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, բայց տենց ռեալ օգուտ իրենք դրանցից ոնց որ թե չեն ստանում։ Այդ դրա իմաստը ես չհասկացա։ Բայրամովի օր մասնավորապես օրինակ հարցազրույցը հետաքրքիր էր, որ տենց մանրամասների հրապարակելու իմաստը չընկալվեց, էլի մի տեսակ։ Տեսեք, իրենք այնքան հանգիստ են, որ չեն նայում, որ ինչը կվնասի Փաշինյանին։ Եվ գիտեն մի բան, որ շատ կվնասի որևէ ռազմական բախում։ Հետևաբար ռազմական բախումները բացառել են սահմանի վրա կրակոց, մրակոց, պրովոկացիա, բան, կանոն չի ամեն որ խաղաղության դրոշակը ինքը թափահարի։ Դա չեն անում։ Մնացածը հիմա իրանց 5 տարվա այսպես կոչված հաղթանակը պետքա նշեն։ Դուք մտածում եք պետքա հաշվի առնեին, թե այստեղ ինչ կարա լինի, բան։ Բայրամովի հարցազրույցը իրականում շատ հետաքրքիր հարցազրույց է, եւ Փաշինյանը չհերքեց որևէ բան, որ նա ասել է, որ շատ անկեղծ էր այդ իմաստով, բնականաբար իրանց ռոպագանդայի մասն է, բայց մեր համար կարևոր տեղեկություններ կային, որ շատ կարևոր է մենք հասկանանք, թե process-ը ոնց է եղել, չնայած որ բավականին բաներ գիտենք, բայց հետո հաստատված ինչ որ հաստատող բան է, չէ՞ լինում, որ հաստատվում է։ Այդ իմաստով ես չեմ նաև կարծում, որ Բայրամովի հարցազրույցը խանգարում է Նիկոլ Փաշինյանին էլեկտորալ իմաստով, որտեղ այն Արցախի մասին է եւ կոնֆլիկտի։ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի հավաքվելիք ձայների վրա չի ազդում։ Եվ այս բանը ընդդիմությունը մեր չգիտի, կամ գիտի չի հասկանում, կամ գիտի եւ միևնույն ժամանակ մեկը անում է էմոցիայի տակ, ինչքան այդ հարցը շարքում են, այնքան Փաշինյանի դիրքերը ամրապնդվում այն իմաստով, որ ինքը անընդհատ նոր փաստար կա բերում, նոր Թե ինչու պետք է Արցախը մնար Ադրբեջանը։ Հա, նոր, այսինքն տեսեք, հիմա լավ է խաղաղության պլանը չանելու հարցը տարբեր փուլեր է էլի ունեցել։ Հիմա նոր նարատիվ է ինքը ձևակերպել, ասում է պետականությունն ենք պաշտպանել։ Մենք մեր անկախությունը կորցնենք, եթե դա։ Բայց ուրիշ բաներ էլ ասում, ասում է ոչ մեկը մեր չափ բան չի արել Արցախի, Ղարաբաղի համար, ինչքան մեր իշխանությունը։ Այո, այսինքն Խայտարակություն, չէ՞։ Քաղաքական խոսքի կոնտեքստում, եթե օրինակ հետևեք նախագահ Թրամփի խոսքին, կամ նոր աշխարհի լիդերն է, լավ ասենց ասեմ, ամեն ինչ հերքել, ոչ մի բան չընդունել եւ հակառակը ասել բանին, քեզ մեղադրողին։ Հիշում եք, դա ինչ որ պահի ինքը ասավ, «Տո հողատուն դուք եք, տո դավաճանը դուք եք», Ազգային ժողովի բնից ընդդիմադիրներին։ Մի ինչ որ պահ ինքը չէր անում դա։ Հա, իրան մեղադրում էին, ինքը ասում էր, բայց չէ որ սենց եղավ, բայց չէ որ դուք թալանել եք բանակը, բայց չէ։ Ինչ որ պահի այդ սաղ փաստարկները հանեց, ասավ հողատուն դուք եք, դավաճանը դուք եք, հանձնողը դուք եք, սաղ դուք եք։ Ինչքան այսինքն անտրամաբանական բան ասի, այնքան էֆեկտիվ է լինում, հա դա։ Այո, այո։ Ես ես դուրս եմ ասում, նոր տեխնոլոգիաների կոնտեքստում, ասեք տեսեք TikTok-ի կարճ տեսան, դա ազդում է, հա, այո, դա ազդում է եւ դա աշխատում է, իրանք շատ հստակ, շատ լավ աշխատած։ Այսինքն TikTok-ի կարճ մի հատ sense մի քանի վայրկյանանոց ռիլը, այնա որ Փաշինյանն ասում է մենք Արցախի համար ամեն ինչ արել ենք։ Եվ լսողը չի ասում, թե հիմա տեսեք, օրինակ դուք կարաք մտաբերեք խոսք Ռոբերտ Քոչարյանից, որ ինքը ասի ես Արցախի համար ամեն ինչ արել եմ։ Ես չեմ մտաբերում անկեղծ։ Սերժ Սարգսյանից էլ չեմ մտաբերում։ Անկամ Լևոն Տեր-Պետրոսյանից որ հաղթանակած։ Մարդիկ միշտ աշխատում են տրամաբանության շրջանակներում մնան էլ։ Որովհետև իրանց տեխնոլոգիաները հին են։ Նայեք, իրանք սովոր են լինել իշխանություն։ Իրանք սովոր չեն լինել ընդդիմություն։ Մեր Փաշինյանը ընդդիմությունից եկել է իշխանությունը եւ ինքը պահել է ընդդիմության իր բանը դիմակը։ Ապրեք, դա մեմ ասեմ, ինքը երկու խաղ խաղում է, ինքը իր ընդդիմությունն է, ինքը իր բանն է, այսինքն հիմա մենք քննադատում ենք, ես հիշում եմ ժամանակին, չեմ հիշում, ինչ քննադատեցինք, ասացինք վատ եք անում անարդյունավետ է, բան ասավ, այդ մենք ենք ասում անարդյունավետ է։ Այդ ես եմ դժգո, տես դուք ասեք դուք։ Չէ, ասեց ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, չէ՞։ Թվում է թե ինքը ես մտածում եմ մենք պարլամենտում ես եմ դժգո, ես եմ քննադատում։ Մենք դպրոց չենք կարողանում սարքել, մենք ճանապարհ չենք կարողանում, այսինքն ինքը ինչ խնդրեմ որ դուք պետք ասեք, ինքը դեզայնից առաջ ասում է, հետեւաբար ինքը միշտ մի սերիա առաջախաղում իր անդիմախոսներից։
Չգիտեմ։ Լավ, եթե նկատեցիր ես վերջի հարցոպատասխանի ժամանակ իր ուսապարկերից մեկն ասում է դե այդ բանավեճի թեման դառնա չէ, այնպես մի հատ հայկական հարց էլի, անպայման պետք է գա, էլի, պետք է ամենչով ու այդ ուսապարկն ասում է Բերմա ենթարկեք ասում է, բերմա ենթարկեք բանավեճ։ Ես չեմ զարմանա, որ վաղը քրեական գործառույթ բանավեճի չգալու համար։ Նախագահների նկատմամբ։ Ինչ է տալու այդ բանավեճը, լավ։ Այդ փաստարկները չեն կարողանալու իրան ասեմ, որ սա էսպես է, այնպես է։ Չէ, չեն կարողանալու իրան ասել։ Եվ ինքը գիտի, որ այդ բանավեճը չի լինելու։ Ատնդեր հաջա, հա։ Ինքը անընդհատ մարդկանց մոտ տպես փողոցում մարդ եմ հանդիպել, որ ասում է, բայց լավ խեն վախենեմ բանավեճը։ Անկեղծ եմ ձեզ, աշխատել է։ Ինքը անդադ գիտի, որ դա չի լինելու, իրանք չեն գալու իր այդ բանավեճեն եւ քանի որ չեն գալու։ Դե ոնց կգան, երբ որ մարդուն ասում է դու ով ես, որ քո բոթասները հիշում ես դու, այդ մարդը այլևս կգա քո այդ բանավեճելու, եթե դու այդ մարդուն վիրավորել ես այդ աշճանի։ Բայց ի՞նչն է բանը, որ ինքը անընդհատ շարքում է, որ իր ընդդիմախոսը Հայաստանի նախկին 30 տարին է, ֆիքսեք։ Հետևաբար դրանով ինքը փորձում է խուսափել որևէ նոր ընդդիմախոսներից, որպեսզի ժողովրդին նորից բերի 21 թվականի ընտրություններ։ Ինչ տեղի ունեցավ։ Ինքը ու հակաբևեռ քվեարկություն է, այսինքն Ժորժ ջան, լավ, հա Ղարաբաղը կորցրել ենք, հասկացանք, բայց ուզում եք հետ գնանք։ Մարդիկ ասում են, չէ, ախպեր, չենք ուզում հետ գնանք։ Ուզում ենք առաջ գնանք։ Դե ասում է, առաջ գնանող չկա, ես եմ, եկե հետ տանողներն են, որոշեք։ Այսինքն ինքը անընդհատ նախկինը, այսինքն նախկին բառը բավական երկարորեն չեմ օգտագործում, էլի, բայց այդ է իր հակադրությունը, դա հիմա պետքա որ մեր նախագահները նախկին փորձեն այդ սերիայի խաղը չխաղան, էլի, այդ խաղի մեջ չդառնան։ Բայց գիտես, դա էլ չի փրկելու, ասեմ ինչու, որովհետև հիմա ես նկատում եմ, որ իրանց թիմը ավելի շատ սևեռված է, օրինակ Արման Թաթոյանն են հայհոյում, Սամվել Կարապետյանի Մերձևովը, Կարեն Կարապետյանի որդուն Նարեկին են հայհոյում, այսինքն ով հիմա դաշտում փորձում է հայտնվի եւ ինքնուրույն ինչ-որ բան անի, տարանջատված այդ նախկին նախագահներից, դրանց դեմ են աշխատում։ Թիմը հա, հիմա ասած շփաթ ինքն էլ կսկսի շուտով։ Տարոն Շախոյանն էլ, Ռուբեն Ռուբինյանն էլ, Արման Եղոյանը ին վերաբերյալ տարբեր վիրավորական բաներ են գրել։ Բայց Նիկոլ Փաշինյանն է կարևորը։ Նա թիրախավորում է նախկին նախագահներին հիմնականում։ Հիմա նայեք, գնաց Թաքեր Քարսոնի հարցազրույցը, ճիշտ է։ Այդ նույն գիշեր գնաց նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը ում արձագանքի առավոտից շուտ։ Սերժ Սարգսյանը 7-11 հատ ստատուս գրեց, չէ։ Լայվ մտավ։ Նայեք, Կարար հանրային դաշտը սեր քննարկել Թաքեր Քարսոնի եթերը։ Ինքը որպեսի խուսափի ինդեղի խոսակցությունից, սկսեց հələ արի բանավիճենք ուրեք, բանի Քոչանին է ասա, Լևոն Տեր-Պետրոսյանն է մի հատ հետդ բեր, այսինքն ինքը նորից բերեց հին թեման առաջ, որ խուսափի, այսինքն միջազգային հարթակում իր հասցեին ասված բաներ, որը հիմա նաև ասում են, որ Թրամփի որդին պետք է գար, չեկավ դրա պատճառով եւ այլն։ Մեր լրագրողը խելոք միտքեր գրել իր վերջի հոդվածի մեջ, ասում է խաղաղության քանի որ Վաշինգտոնյան փաստաթղթերի էֆեկտը շատ կարճաժամկետ եղավ, ինքը հասկացավ, որ դրա վրա չի կարող ինքը գնալ հաջորդ ընտրություններին, նոր հիմք է պետք ընտրությունների գնալու եւ նորից վերադարձավ այդ նախկինների դեմ պատերազմի այդ իր նարատիվին։ Նիկոլ Փաշինյանը մի բան է շատ սին սոցիալ հոգեբանություն է, որ սկսում է ինչ որ մեկի սոցիալ հոգեբանությունով զբաղվել։ Ալիևի բանի այտենց մեր նախորդային, հիմա իր զենքի իր դեմ կիրառենք։ Իր սոցիալ հոգեբանությունը իրան բացահայտել է եւ նաեւ մի տեղ հարցազրույցում ինքը ասաց նաեւ, որ Վաշինգտոնյան փաստաթղթերը թերագնահատված են Հայաստանում եւ ինքը դրանով նաեւ ընդունում է, որ իրանք չեն կարողացել դա լավ վաճառել։ Բնականաբար, բոլոր ընդդիմախոսները, ովքեր խոսել են այդ օրերին դրա դեմ, մեծ դեր ունեն, որ դա չեն կարողացել իրանք վաճառել։ Հետևաբար, շնորհավորապես դու ահագին խոսեցիր։ Հա, հետևաբար ուզում եմ ասեմ, ինքը ինչ է ուզում անի, ինքը ուզում է նոր բաներ բերի առաջ, հիմա էլի դպրոցներն է, դա ասֆալտն է, դա բանը բերկրանքն է խաղաղության, դա ցորենն է, որ գալիս է հավը ուտում է, հավը ձուացում ու դուք ուտում եք։ Այսինքն ինքը տեսա որ բարձր անասնակեր է, լավ, վերափոխենք։ Իսկ կա գարանտիա տա որ ձեր լիդերը ում էր ասում, օպոզիցիոն որոշիներ ասում, որ ձեր լիդերը խոզի միշտ չի ուտում։ Իսկ կարողա չի ուտեմ, դա ուզում է բանանի որ բանը էլի կրոնական բան։ Այո։ Թրոլինգի մեծ վարպետներ են, բայց մենք էլ ենք թրոլինգի։ Դե քաղաքականություն է դա։ Հիմա
ցանկացած լուրջ բան կարելի է անալրջ Ուղղակի իր ասել։ լսանը մեծ է, ձեր լսանը բավականին Այո, սահմանափակ է, էլի անհամեմատելի է իր հետ։ Ասենք օրինակ անցած օրը ասում է ուզում եք իմանալ ինչի վրա եմ ծախսել այդ վարկերը, ասում է 7 միլիարդը։ այո։ Ասեմ, զենք եմ առել։ Ու ոչ մեկը չի ասում, որ այ պարոն, վարկային համաձայնագրերը հաստատվում են, դրանց տակ փաստաթղթեր են լինում, այդ վարկը տվող կազմակերպությունները եւ բանկերը անպայման ստուգում են, թե դա ինչի վրա պիտի ծախսվի։ Ցույց տուր մի վարկային պայմանագիր, որը վերցրել ես հենց զենք առնելու համար։ Չկա այդպիսի բան։ Այդ հերթական մուտիկն է, էլի, հերթական բանը, մանիպուլյացիան, որը կարա լսողին ասի, հա, էլի, դե ոչինչ, որ 7 միլիարդի պարտքակուտակ է, բայց գոնե զենք առել, չէ՞, մարդը։ Նախ չկա նման բան, մենք վարկով զենք գոնե իմ տեղեկություններով վերջին անգամ գնել ենք Ռուսաստանից, ընդ որում զենքի վարկն է եղել դա։ Մենք ուրիշ երկրի հետ վարկով զենք վարկով չունենք այդպես կոնցեպտ։ Կարային գերեի ունենանք Ֆրանսիայից հիմա, բայց չունեմ այդպես տեղեկություն, որ մենք վարկով զենք ենք առել Ֆրանսիայից, իրանց տված վարկով, էլի, որ իրանք վարկ տան, զենք տան, մենք վարկը հետ փակենք։ Եվ նաև այդ հայտարարությունը շատ վտանգավոր է միջազգային ֆինանսական կառույցների համար, որովհետև նրանք կարող են ուսումնասիրություններ սկսել Հայաստանում, բարձելու համար, թե օրինակ հյուսիս-հարավ կամ ես իմ որ ջրամբարը կառուցելու համար վերցրած վարկը արդյոք արդյունավետ է օգտագործվել, բան, բայց դե Փաշինյանը իր խոսքին չի հետևում, տենց կարա խնդիրներ Եվ դա նաև նշանակում է, որ ինքը պետական բյուջեն իր սեփական գրպանի նման ինչ ուզում է, որ հոդվածով ուզում է, երբ ուզում է տեղափոխում է, ինչի վրա ուզում է ծախսում է, հա, կարելի է նաև այդպես ես։ Զենքի գնումները, զենքի առևտուրը միջազգային մոնիտորինգի տակ է։ Հայաստանը չի կարող զենք առնել, որ օրինակ լավ հերու չգնա, որ Ադրբեջանը չիմանա ինչ զենք է առել, ինչ վարկով, որ երկրից։ Թող ոչ մեկ մեզ հեքիաթ չպատմի։ Բայց հիմա ասում են կազմեք խմբեր 50 հոգանոց, ես կտանեմ ձեզ ցույց կտամ, թե ես ինչ զենք զենք ռոբոտ եմ շուներ առել։ քայլեմ, հիմա որ այդ ռոբոտ շունը տանեն 10-րդ դասարանցիներին ցույց տան, ի՞նչ է փոխելու դա։ Կներեք, նայեք։ Կա չէ որ մի անգամ այդ վստահությունը փլուզվում է եւ այդ չի վերականգնվում։ Մենք ունենք սոյերի պատմությունը։ Ամենաշատ գովազդված բանն է։ Մենք ունենք տորերի պատմությունը։ Էլի ամենաշատ գովազդված Նիկոլ Փաշինյանի էջը մտնենք, հետո գտնենք բոլորի նկարները, ոնց է գնացել նկարվել, սելֆի արել դրվել, Հայաստան երկինքը փակ է, Արայիկ Հայաստանում ասում է Արցախ երկինքը փակ է։ Այդ հիմա ասում տորը, հիմա ասում մետալալոմ էր էտի։ Չէ, օրը մի բան, բայց ուզում եմ ասեմ, արդեն մի անգամ մեր մինչև ատամները զինվելու մասին հեքիաթը պայթել է, փլուզվել է, եւ դա նորից շարունակել փորձել դա նորից ծախել, ուզում է 50 հոգանոց խմբեր ձևավորել, ուզում է 100, դա անհնար է անել էլի։ Հիմա Չէ, օրինակ հետո շարքային քաղաքացին ինչ է հասկանում զոնքից, որ դու տանես ցույց տաս ինքն էլ ասի, հա մի երկու մեքենա բան կարող եք ցույց տալ, բայց դա ինչ տեսել ենք, գիտենք օրինակ, եթե չեմ սխալվում, 50 թե 40 հատ այդ ջիպ մեքենաները ֆրանսիական մոռացան ոնց էր։ Մի խոսքով, հա, հա, ինչ որ բաներ բերվել է, པարզ է, հասկանալի է։ Նայեք, խնդիրը հետեւյալում է։ Մենք ինչ ենք ուզում առնենք։ Հայաստանի Հանրապետությունը ինքն իրան պաշտպանելու օրակարգ չունի։ Մի բերեք զենքեր, մենքեր մեզ ցույց տվեք։ Եթե դու քեզ պաշտպանելու օրակարգ չունես, դու ասում ես ինչ ուզում են, խենք կռվում։ Եկեք քննարկենք տանք։ Ինչն է բանը մենք զենք, որտեղ հարց կա առաջանալ, զենք ինչի ենք առնում։ Ինչ ենք այդ ծառայության ժամկետն էս այդ միլիարդները եք ծախսում օրինակ, հարց կա առաջանա։ Եվ նաև լեզվամտածողության կոնտեքստին եմ ուզում անդրադառնալ։ Ինքը պնդում է, վարչապետը պնդում է, որ մարտունակ չպետք է լինի բանակը, պետք է լինի պաշտպանունակ։ Ինչ է նշանակում մարտունակ բանակ։ Բանակ, որը ունակ է մարտի բռնվել։ Այո, եւ պաշտպանական նպատակներով։ Եթե ես ունակ չեմ մարտի բռնվել, ես չեմ կարող ինձ պաշտպանել։ Փլուզում է թե ունենում։ Փորձել ինչ որ բառախաղ անել, sense բաներ անել, բայց դրա տակ դու ուղղակի եղածն ես քանդում, դա շատ վատ է։ Ես կարծում եմ այդ սիգնալները ժողովուրդը ստանում է, հասկանում են մարդիկ։ Եվ դու անդադ խոսում ես պաշտպանվելու մասին, բանակը կրճատելու մասին, չգիտեմ էլ ինչի մասին, խաղաղության մասին, իսկ Ալիևը զորահանդես է անում, ահռելի հսկայական զորք ու զենք է ցուցադրում, չի խուսափում ագրեսիվ հռետորաբանությունից։ Հիմա եթե խաղաղության դարաշրջան է, այսինքն Ալիևը իր խնդիրները լուծել է, ոչ մի խնդիր չունի այլևս, եւ Հայաստանի դեմ որևէ բան չեն ուզում անեն, այդ պարադի իմաստը որն է, մեկը կարա ինձ բացատրի։
Մտեղ կոնկրետ խզում կա։ Նաև ուրիշ բան ասեմ, Ադրբեջանը գազան տեմպերով զինվում է։ Նաև վերջին տարիներին, հես տարի էլ։ Մյուս տարվա բյուջեն էլ այդ ձև պլանավորած։ Մեկը կարա բացատրում վրա ում ա ուզում, ում վրա է հարձակվելու։ Այսինքն Հայաստանը չի զինվում, թեր զինվում է, նվազեցնում է, կրճատում է, փակում է, փոխում է, չգիտեմ ինչ անում, անունը դրել է ռեֆորմ, բան, այնտեղ հակառակ process-ն է գնում, ում համար է անում։ Թուրքիայի վրա հարձակվելու, ռուսների Եվ վրա։ դրան էլ գումարած վերջին օրերին ավարտվեց Բաքվում դատավարությունը եւ ահռելի պատժաչափեր դատախազը պահանջեց մեր ռազմաքաղաքական գործիչների համար։ Ու դրա մասին ոչ մի բառ, գոնե մի տող, մի ԿՊԱ-կան, մի հատ ստատուս գրեր, մի հատ ելույթ ունենար, մի բառ ասեր այդ մասին կամ Նիկոլ Փաշինյան դու աղոթքի նախաճաշ ես անում, երկար ելույթ ես ունենում թրիպի ճանապարհի մասին, բա դու մի քանի նախադասություն չասես այդ մասին, որ մեր գերիներին, մեր քո գործընկերներն են, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի հետ հանդիպել ես, նստել ես, վերես կացել, քո համախոհներն են եղել այդ մարդիկի վերջո, ոնց կարելի է այսպես վերաբերվել մեր մարդկանց, մեր հայրենակիցներին։ Ես չգիտեմ սրա վերջին շարունակությունը ինչ է լինելու։ Արայիկ Հարությունյանի Արցախի նախագահ ընտրվելու ինագուրացիային Շուշիում էր ինագուրացիան, այդ դալիճը հիշում եմ, մասնակցեցինք, վերջում տենց ոտքի վրա է, որքանը որ հիշում եմ, սեղաններ էին գծված, շատ մեծ տարածք էր, Թթենու այգի էր կոչվում, որքանը որ հիշում եմ, եւ այդտեղ Նիկոլ Փաշինյանը կենաց բարձրացրեց եւ ասաց Բակո Սահակյանը իմ ընկերն է, մենք ընկերներ ենք դարձել, շատ լավ կենաց էր, շատ ջերմ, շատ գնահատանքի խոսքերով լցված նրա նկատմամբ, որտեվ դե արդեն պաշտոնաթող է, նոր նախագահ երթմնակալություն է անցել, եւ ոնց որ գնահատելու Բակո Սահակյանի դերը, իմ ընկերն է, շատ դրական կենաց էր, ու հիմա դուք ասում եք ձեր այդ շփվել եք, հա, բան եք արել, բան, նաեւ ինքը ասել է, այսինքն մենակ շփումը չի, ու այդտեղ ամեն ինչ արել են իր իշխանության շրջանում, իրեն աջակցել են, օգնել են։ Ու այդտեղ ես բան ունեմ, էլի այդ հիմա մեր դեսպանատները, մեր արտգործնախարարությունը, մեր բոլոր ՀԿ սեկտորը լավ, բոլորը պետք է թմկարային երեկվա դատավճիռների վերաբերյալ։ Նոր ա եղել ես չեմ հասցրել, բայց պատրաստվում եմ։ Դեռ դատավճիռ չկա իհարկե, դատախազի մեղադրական պահանջի, բայց process-ը այնպեսին է լինելու։ Այսինքն այդքան միջազգային հյուրեր են եկել Հայաստան։ Մենք այդ հարցը չենք հասցեագրում։ Այդ հասցեագրել բառը իրան շատ են սիրում, էլի անգլերենից է թարգմանված address։ Այդ հարցերը չենք դնում, էլի, ասենք լավ, ժողովուրդ ջան, կամ լավ գնացել հասնենք Տրամպի մոտ։ Այդքան զիջման են գնացել։ ԵԱԿ Մինսկի լուծարում։ Ադրբեջանի վրայից լուծեիր, գոնե գերիների հարցը։ Սանկցիաները հանել։ Եվ ասել լավ, պարոն նախագահ, ինչ է նշանակում հիմա մենք դատվում ենք Ադրբեջանում։ Հիմա եթե բարիշում ենք, եթե չենք բարիշում, մենք չենք բարիշում։ Այսինքն ես փոքրուց մեծացել եմ շատ կրիմինալ միջավայրում, թաղամասում։ Շատերը գիտեն։ Եվ ունենք իրավիճակներ, երբ որ դու թույլ ես, պետք է ասենք ես ձեզանից թույլ եմ։ Եվ բայց մենք ունենք հարցեր իրար հետ։ Եվ այս հարցերը չենք կարող հիմա լուծել, չի ստացվում լուծել, եւ անգամ նա որ միջնորդում է, որ մենք ձեռք-ձեռքի տանք, դա էլ ոնց որ պայմանները այն չի։ Մենք գիտեք ինչ ենք անում, ասում ենք հիմա բան չկա խոսալու, թույլ ենք, բան չենք կանանենք, հա, բայց ես հարցեր ունեմ։ Ու իրականություն գնում է իր ճանապարհով։ Հետո մի օր, այդ օրը գալիս էր, ու այդ հարցը ունեցող մարդ իր հարցերը բարձրացնում էր։ Դա տարբեր ձևերով էր տեղի ունենում։ Եվ երբ որ ես սկսեցի ուսումնասիրել միջազգային իրավունք եւ միջազգային քաղաքականությունը դեռևս Ամերիկայում, հետո նաեւ Մինեսոտայի համալսարանում, բայց հետո նաեւ Հարվարդի համալսարանում, ես գիտեք ինչին հանգեցի։ Ես մտածում էի թե այդ մեր թաղային այդ ենթամշակույթը ինքը զուտ դա մեր թաղային ենթամշակույթն է։ Չէ, դա փոքր մոդել է, չէ։ Ես տեսա որ նայեք Ճապոնիան եւ Ռուսաստանի Դաշնությունը խաղաղության պայմանագիր չեն կնքել եւ չեն ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը, որտեղ վեճ ունեն, հարց ունեն, կա հարցեր, այդ հարցերը կա, բայց շատ լավ հանդիպումներ, քննարկումներ, առևտուր, ամեն ինչ կա, բայց ախպեր ջան, ասում այդ հարցը կա, ես չեմ կարա փակեմ։
Ես որ այսօր փակեմ, ինձ հետո եկողը գալու է ինձ հարցնի դու ես փակի այդ հարցը։ Դու ով ես որ այդ հարցը փակի, դա մեր ազգի հարցն է։ Հեշտությամբ փակեց Արցախի հարցը եւ Հայաստանը լավ այդ պատերազմը պարտվել է, հասկացանք, լավ պարտվել է։ Այնտեղ խաղաղության պայմանագիր առաջ հասկացանք, ուզում ենք բանակցենք, խոսանք, գտնենք, լուծումներ գտնենք, բան, բայց հարցերը կա, եթե հիմա բանակցում ենք, չենք կարողանում լուծել։ Օրինակ, քարտեզի հարցը չկա, քարտեզ, որով մեզ ճանաչում է։ Մենք ինչի համար ենք թեմաները փակում։ Հարցը պետք է բաց թողել, ինչ որ հարմար պահի նորից բարձրացնելու համար։ Խոսալ, չեմ ասում, բաց թողնենք, հետո զինվենք, գնանք հարձակվենք իրancs վրա, մեզ չեն թողալու զինվենք, եթե պետք է լավ հասկանալ։ Բայց միջազգային իրադրություն է այսօրվա այնպեսին, որ դու քեզ ինչ հարցեր, օրինակ ինչ հարցեր ենք մենք հիմա փակում, եք ուզում հասկանամ, կամ ոնց ենք փակում, կամ ում հաշվին ենք, ով է երաշխավորել։ Արդեն հերիք է, էլի։ Ասենք, պատկերացրեք, մենք հասել ենք Միացյալ Նահանգներ, մենք գոնե ստանանք անվտանգային երաշխիքներ հարցը փակելուց։ Չէ՞։ Մենք գնացել ենք չոնց ուրախանում են մարդիկ, բաներ են անում։ Ես նայում եմ լուսանկարները, անգամ լուսանկարներով իմ դիվանագիտական պրոտոկոլային փորձից եմ ասում։ Մենք խնդրեմ ունենք։ Ինչու, որովհետև լուսանկարներում մարդ, որ պետքա ապագա լինի շփվողը ԱԳ-նախարարի հետ Միացյալ Նահանգների, նրա փոխարեն ուրիշ մարդ է նստած իր տեղը։ Այսինքն Ռուբիոյի գործընկերը, որ պետք է իր հետ ապագան շփվի, չէ՞, փոխանակ նա նստի կողքը, ուրիշ մարդ է նստի կողքը։ Վերցեք նկարները։ Հնարավորակարգային բաների մեջ էլ հա, նույնիսկ գլուխ չեն հանում։ Ախր այդ ամեն ինչը կար, ախր այդ ամեն ինչը կարևոր է, դու ոնց ասեմ, չի լինում սենց, էլի սենց չի։ Հասկանում եմ, որ լավ կարան ինչ որ պահի, ինչ որ ճկունություններ լինեն, բան, բայց եթե մենք հասել ենք այնտեղ բան ենք պայմանավորվել, դրա ապագա կապիտալիզացիան երկու մարդու միջև է։ Այդ երկու մարդը արգոսնախարարներն են։ Վերցրեք այդ նկարները նայեք։ Ուրիշ բան, հասել ենք այնտեղ Թրամփի այդ ձայնագրությունը կա, որ ասում է դուք ունեք քրիստոնյա ռազմագերիներ, հա, որ ալի ես իրան ասում ասեմ, ինքը չի կարա մերժի, հիշեք բառացի թարգմանությունը, ու Փաշինյանն ասում է օքեյ, ուսում ճիշտ է, չէ, ասում է օքեյ։ Իմ տպավորությամբ դա ինչ որ Թրամփի հասած նյութն է, որ ինչ կուզեն հայերը օրինակ։ Եկե հասել ենք ու մոտ։ Նայեք, ցանկացած խոսակցությունից առաջ երկու կողմը գիտեն ինչ հարցեր կա, որ քեզանից ուզելու են, որ դու պատրաստ ես դրա պատասխանել։ Այդ հարցերը ինքը պատրաստ է։ Եվ բայց հարցը բարձրացնողը չկա։ Հա, եւ հարցը բարձրացնողի բարձրացնելու պահանջայնությամբ չկա։ Իրանք ասում են բարի ինքնա բարձրացրել, չգիտեմ ոնց այն բարձրացրել, լավ։ Բայց ինքը ասում է եւ չկա Փաշինյանի հարցը follow-up անել, անգլերեն follow-up են ասում, այսինքն հարցը արձագանքը շարունակել, էլ չգիտեմ ոնց թարգմանեմ, որ ասի, այո, պարոն նախագահ, դա հիմնարար նշանակություն ունի խաղաղության գործընթացում, որ նաև մեր ժողովուրդը հանգիստ լինի, եւ այդ տեսարաններին մենք եթերներում չհետևենք, որ Բաքվում դատվում են հայեր, քրիստոնյաներ եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է, որ ինքը շահագրգիռ չի գերիների ազատ արձակմամբ։ Ու հիմա այդ մարդկանց դուք ասում եք ծմա ազատազրկում, բան ես իմիջիայլոց գիտեի այդ պատիժների մասին ինչեր հիմա նաև ադրբեջանցիների այդ տարբեր քննարկումներ միանք ասում էին։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, որ պետք է Հայաստանը այս հարցերով արձագանք ձևակերպի։ Չի լինում դա դիրքորոշում ունի։ Հա դա իգնոր անել, դա չի ստացվում, ախր դա իգնոր անելը քեզ համար է խնդրեմ։ Ոնց ասեմ, ոչ թե պետքա իրաց մոտ տպարությունն է, որ դե որ նրանց մենք պաշտպանենք, մենք խնդրեմ կունենանք, ես հակառակն եմ ասում, դու նրանց չպաշտպանեք, դուք խնդրեմ ունեք։ Այո։ Որտեւ այդ դատը մենակ նրանց մասին չի։ Այո։ Այդ ամբողջ մեր 30 տարվա պատմությունն են իրականում իրանք դրել դատավար։ Այնտեղ ծննդականներից բռնած բաներից անձնագրերից սկսած դատաքննությամբ ընթանում։ Այո։ Ես երկար տարիներ երևի գիտես աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ պարբերաբար ինձ տարբեր մարդիկ հարցնում են, ասում են առաջել էր այդպեսին կամ ինչ տեսակ մարդ է, հավասարակշիռ է, անհավասարակշիռ է, իր հետ աշխատելը ինչպիսին է, ինչ զգացումներ է ունենում մարդը իր հետ աշխատել։ Ես ճիշտն ասած, քանի որ դեռ 2000-ականներին եմ աշխատել իր հետ, կարծում եմ, որ ինքը շատ փոխվել է եւ դժվար է իմ տպավորությունները այսօր կարան լրիվ իրականությունից հեռու լինեն,
Բայց ես հիշում եմ, որ մենք շատ դժվար էինք աշխատում իր հետ, որովհետև որպես ղեկավար իր հետ շատ ծանր էր աշխատելը, հա, ինքը դու երբեք չէիր կարող կանխատեսել, թե հաջորդ պահին ինքը ինչ կուզենա, ինչից կզայրանա, ինչի իրան դուր կգա, որ նյութի վրա կարող է տենց ցնցումների մեջ ընկնի եւ որ նյութը կարա հավանի, մի խոսքով, այդ տիպի։ Հիմա ես ուզում եմ այդ հարցը քեզ ուղղել հեռուստադիտողի կողմից, այսպես ասեմ, հա, աշխատել ես եւ ինչ տպավորություն ունես իրեն ինքը որպես ղեկավար ինչպիսին է եւ հնարավոր է իր հետ ինչ որ բան պայմանավորվել, իրեն ինչ որ բան ասել, որ ինքը լսի, փոխի իր վերաբերմունքը, մոտեցումը ինչ որ հարցի շուրջ։ Եղել են շատ դրվագներ, որ ես ինչ որ ասել եմ, ինքը հենց այդպես արել է։ Չեմ ուզում ասեմ, դա հենց իմ շնորհքն է, նաև իր շնորհքն է, որ լսել է։ Եվ եղել են շատ դրվագներ, որ մենք ֆունդամենտալ տարբերություններ ենք ունեցել։ Այդ իմաստով, գիտեք, երբ որ մենք սկսել ենք ունենալ խնդրեմ իրար հետ, ես չեմ խուսափել, բայց ինքը խուսափել է շփվելուց։ Եվ այդ իմաստով, այսինքն իր ոճը ավելի շատ դա է, ոչ թե ճակատ այդ խնդրեմը բան անել, այլ խնդրեմից փորձել բան անել։ Ոնց որ հիմա Ադրբեջանի հետ անում։ Խուսանավել եւ բայց օրինակ ես անկեղծ պետք է ասեմ, որ անձնական հարաբերությունների իմաստով երբեք չի եղել ոչ դաշինքի ժամանակ, երբ որ դաշինքը ստեղծել ենք։ Որ ստեղծել ենք, այսինքն մինչև ստեղծելը բարձա մրցակից ուժեր ենք եղել, այդ մրցակցության մեջ Վանաձորի ընտրությունները հիշում եք, ինչ էր կատարվում, Թևանաստանը հաց ուտելը դրանից հետո այդ ելույթը որ ունեցավ Վանաձորում ինչ էր։ Այսինքն այդ ամեն դրվագները եղել է, բայց դաշինքի մեջ էլ փոխադարձ հարգանքով, հետո նաև արդեն կառավարությունում որևէ ձևով չի եղել խնդիր, ու նաև իրավիճակները գիտեք ինչպիսին է, օրինակ պահկա օրինակ ես սենց եմ մտածում ինքը սենց, չէ։ Ախր դու գիտես որ դու ճիշտ ես, չէ։ Բայց նույն ձևի կարող է ինքն էլ գիտի որ ինքն է ճիշտ։ Ու քեզ ժամանակ է պետք որ քո համոզմունքը փաստերով հաստատվի։ Եվ եղել են դեպքեր, որ ես բան եմ ասել, չեն լսել, ժամանակը հոսել է, ու ես ասեմ տեսակ որ ես ճիշտ էի ասում, որ դուք ինձ լսեիք, սենց չէր լինի։ Բայց այն պահին որ դու դա ասում ես, դու չգիտես դու վերջնական ճիշտ ես թե չէ, որտեղ միշտ մտածում ես, բալավ կարող է մի բաներ ինքը ավել գիտի։ Կարող եմ տենց վիճակ։ Այս գագաթնաժողովի ելույթը սկսեց նրանով, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամներ կազմակերպիչը հիշեց Ադենաուերին, ասում է Ադենաուերը ասում է իր ժամանակի մեջ, երբ որ իր տեսակետը, իր կոնցեպցիան ներկայացրել էր գերմանական ժողովրդին, Գերմանիայում ասում էին, որ դա խայտառակություն է։ Ասում է մեծ պայքար կար իր դեմ եւ այլն, բայց ասում է կյանքը ցույց տվեց, որ ինքը ինչպիսի Գերմանիա ստացվեց։ Դու տես ինչ զուգահեռներ անցկացնում իր եւ համաշխարհային մեծությունների հետ։ Դու հասկանում ես ինքը մտածում է, որ ինքը փրկում է այս ճանապարհով Հայաստան։ Ինքը նույնիսկ չի հասկանում, թե ինչ աղետ է բերել այս երկրին։ Ֆունդամենտալ խնդրեմ է դա, որովհետեւ նախ Փաշինյանին համեմատել Ադենաուերի հետ ոչ միայն Ադենաուերը գերեզմանում շուռ կգա, այլ բանը Հիտլերն էլ դրանից կզարմանա, ինչու։ Որտեւ Ադենաուերը այն մարդը չի, որ այդ արհավիրքը բերել է Ջորթի գլխին։ Ադենաուերը այն մարդն է, որը արհավիրքից հետո եկել է, ճանապարհ ցույց տվել եւ ես չգիտեմ, որ ինքը ունեցել է խնդրեմ այդ ճանապարհի ընթացքում, որտեվ գերմանացի ժողովուրդը համախմբված, նա չի պարակտել այդ ժողովրդին, ընդհակառակը համախմբել է, ինքը պարակտում ամեն օր, համախմբված այդ ուղղությամբ այդ տեսլականի հետևից գնացել է եւ ինքը ամբողջ ազգը վերափոխել է։ Հիմա ուրիշ բան ձեզ ասեմ, որ միգուցե դու չեք մտածել։ Ախր ինքը իրան համեմատի Ադենաուերի հետ, սա ադրբեջանական թեզ է։ Հիմա դուք կզարմանաք ես ինչ եմ ասում։ Ադենաուերը ինչ ա արել։ Դենացիֆիկացիա է արել։ Եթե մենք ուզում ենք ընդունենք, որտեվ Ադրբեջանը պնդում է, որ մենք հիտլերյան Գերմանիայի նման պետքա պատժվենք։ Ոչ մեկ էսի չի խորացել։
նորա ելույթ ունեցել դե իմ ամենը, բայց Ադրբեջանի թեզը ո՞րն է, որ մենք հիտլերյան Գերմանիայի նման երկիր ենք եւ պետքա պատերազմի կապիտուլացվել ենք եւ այո, պետք է պատերազմի կանոններով պետքա պատասխան տանք, չեն ասում որ ձեր դուք բանակ չպետք է ունենաք, մենք պետքա վերահսկենք։ Կապիտուլյացիայի բանը գերմանական եւ ճապոնական օրինակների վրա են իրանք ասում։ Բայց ասենք Նիկոլ Փաշինյանը գա այդ Ադենաուերի օրինակը բերի, դա նշանակում է նորից քողարկված Ալիևի եւ Բայրամովի, Հիկմետ Հաջիևի, մյուսների շրջանառության մեջ դրված բանաձևը մեր երկրում կիրառել։ Հիմա դե մեր ամբողջ ժողովուրդը չգիտի Ադենաուերի պատմությունը, ոնց է եղել, ոնց է։ Ինքը ժողովրդին անցակացել դենացիֆիկացիայի միջոցով, որտեղ մարդիկ 6 միլիոն հրյա են այրե գազապաստարանն է բաներում, գազի այդ բաներում։ Հիմա կներեք ես անկեղծ չէի նայել այդ։ Դուք ասացիք այդից իմացա։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր, կարծում եմ եւ մեզ լսողների համար նույնպես։ Ես էլ եմ շնորհակալ։ Կամնացեք։ Այսօր այսքանը կհանդիպենք։